Գիտեք, ես կարծում եմ, որ Գյումրին ոչ միայն թատերական քաղաք է, այլև Գյումրին հումորի լավ քաղաք է։ Եվ այս ընտրություններով Գյումրին պարզապես սև հումորի դրսևորում ունեցավ, ու այդ սև հումորը առաջին հերթին ինքը իր դեմ էր։ Պարզապես ինքը իր դեմ էր։ Գյումրին իր համար մարտի 28-ը ապրիլի 1 դարձրեց։ Ու ես չեմ կարծում, որ լոկալ ընտրություններով որևէ քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների լոկալ ընտրություններով ինչ արդյունքներ էլ այդ ընտրությունները ունեին այն։ Նույնիսկ եթե մենք այնտեղ ոչ թե 50+1, այլ 50+10 սխեմայով հաջողության հասած լինեինք, դա էլի չէր նշանակելու, որ եվրոինտեգրումը կամ պետք է մերժել, կամ պետք է եվրոինտեգրումը, չգիտեմ, դարձնել այսպես ամենագլխավոր բանը։ Բացարձակապես, ընդհանրապես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այսքան մեծ քաղաքական նշանակություն տալը վկայում է, որ մենք քաղաքական օրակարգում ինչ-որ թերացումներ ունենք։ Ես համաձայն եմ, որ այո, Եվրադաշինքը Գյումրիում պարտություն կրեց, բայց դա մեր պարտությունը չէր իբրև դաշինքի, դա գյումրեցու պարտությունն էր։